Սասնա ծռեր, Բ հատոր, առաջին մաս, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Դ պատում, Սասնու թագավորն էր, պատմեց Քյավառցի Դանիել Ղազարյանը, գրի առավ 1892 թվականին Վահան Քահանա Տեր Գրիգորյանը։ Սանասար և Բաղդասար։ Ժամանակով կեղնի մեկ թագավոր, անուն էլ Գորգիկ կեղնի, աղբոր անուն էլ Թորոս կեղնի։ Գորգիկ թագավորի քուրոջ անուն Ծովինար խանում, ընդրա քուրոջ ջառի անուն Թոփալ Գոգե։ Էդ Գոգեն շատ ավազակ ու գող էր։ Քաղաքի մեջ օրը մեկ գանգատ 1001 էր։ Ծովինար խանումի մոտ գանգատ կենին բոլոր էլլկով։ Են մեկ օր բերեց, լավ ծեծեց, Թոփալ Գոգեին ջարդեց, տվեց երկու յասախուլի ձեռ, նուր խողից խանեցին, տարան ուրիշ խող։ Գնաց Սինամքյար թագավորի խողի մեջն, քաղքի մեջն դուրս եկավ։ Գնաց, մեկ ժամանակ մնաց քաղքի մեջն։ Գնաց են Սինամքյարի թագավորին ծանոթացավ։ Գնաց ընդրա ռեջն խուլուղդար եղավ։Քի թագավորն ինքն առանց կին չի նստի։Քի որդի, ես կռապաշտ եմ, խաչապաշտ թագավորներն էլ ընծի աղջիկ չի տան, ես էլ իմ ըլլկից աղջիկ չառնիմ։ Հնչի որ մեղ կա, ընձի չի պատկանի իմ ըլլկից աղջիկ առնել։Քի թագավոր, ինչ կտաս ընձի, որ ես երթամ խաչապաշտ Գորգիկ թագավորի քուրը բերեմ քեզի։ Կշրքի մեկ թայ նոսկի դնեմ, մեկն է քեզի, քու կշրանովդ ոսկի տամ քեզի, իմ քաղաքն էլ թասլիմ ենեմ քեզի, անուն ընձի ուտել խմել քեզի եղնի։ 15 ձիավոր կտաս քեջավով, ես երթամ բերեմ ենտամ քեզի։ Գնաց, գիշերվան Գորգիկ թագավորի քաղքի մեջն մեկ քարվասարի մեջ իջավ։ Մնաց, են լուսուն էլավ գնաց են թագավորի հաղպրիկ ուշտ, տեսավ, որ մեկ Թոփալ կնիկ գուգում ձեռն եկավ, որ ջուր տանի։ Էդ Գոգեն են գալող թոփլու ձեռնեն գուգումն առավ, զարկեց էտրա գլխուն, սպանեց, տարավ թալեց զատ, ուր շորերն էտրա վրայեն խանեց, ինքն խակավ, առավ գուգումն, ջուր լցեց, տարավ, գնաց Ծովինար խանումի առաջ կայնավ։ Ասաց աղջիկներ, ես գիշերն որ պիտի պահպանա ընձի։ Աղջիկներ ասացին, Գոգեն պտի պահպանա քեզի ես գիշեր։ Բերեց, էտոր շորեր խանեց, ոտներ մաժեց, բերեց տեղ ու բարձի մեջն քնցրեց։ Ելավ ջուղապ տարավ քարվանսարեն։ Շուտ արեք, երթանք, որ քնցրեր եմ։ Առան քիջավ նուրանց խետ 15 ձիավորով գնացին խանումի հարամխանի դուշկայնան։ Տեղ ու բարձով վերցին դրին քեջավի մեջն, քշեցին ձյանքն ու գնացին։ Գիշերվան մեջ մեկ էլ աչքեր բացեց, տեսավ, որ ամեկ աստղ եղածին մեկ չորթանի չափ։ Առավոտուն Գորգիկ թագավորն ելավ տեսավ, որ Ծովինար խանում չկա, ջարեցկեց քաղաքի մեջ, վերնին խորցուց մեկ նսկի սալուq տվող չեղավ, որն ասաց վիշապ ընտարավ, որն ասին ծովի մեջ են ընգավ, որ գիտա թե իմալ եղավ, կորավ գնաց, ձեր քաշին մոտեն, տարավ Սինամքյարի թագավորի մոտն, ելավ թագավորն տեսավ, որ օղորդ քց 5 հաղ չաթնդա խորոտա ու պատվելի, բերեց, Գոգեն կիշերքի մեկ թայ դրեց, մեկն էլ ոսկի կիշրեց։ Ոսկին տվեց Թոփալ Գոգեին, Ծովինար խանումն առավ իրան, ուր քաղաքն էլ թասլիմ երեց Գոգեին ու ասաց, անուն ընձի, ուտել խմել քեզի, վահելել քեզի եղնի իմ խոքուքույր Գոգե ջան։ Ուրանց օրենքի պես պսակեցին Ծովինար խանումն Սինամքյար թագավորի վրեն։ Եղավ որ 2 խոքով մնաց, 9 ամիս, 9 սխատ, 9 դամ թամամավ պարկեց բերեց մեկ տղա, անուն դրին Սանասար։ Մնաց մեկ ժամանակ էլ պարկավ բերեց մեկ տղա էլ,
Էնդորանուն էլ դրեցին Բաղդասար։ Մնաց, մեկ ժամանակ էլ մնաց, Սանասարն կարգեց։ Էլա որ Սինամքյար թագավորն Ծովինար խանումին ասաց, քանի որ իմ ջահել ժամանակն է, պտի երթամ Երուսաղեմա վրեն, կռիվ անեմ։ Էն էլ ասաց քու կամքին կապված է, կերթաս դու գիտես, կումնաս դու գիտես թագավոր։ Ասկար ժողվեց, մավջութ երեց, հմեն ուր պատրաստություն տեսավ ասկարի խամար, գնաց Երուսաղեմա վրեն կռիվ։ Օղթ տարի սղնախ տվեց, քաղքի վրեն կռիվ երեց։ Էնպես թանգություն եղավ Երուսաղեմ քաղաքն, որ մեկ խաց մեկ ոսկուտ չեն տար։ Մարդիկ լծվածին օթախներն, որ հասարակ իրար հետ կասին, Աստված, եղնի որ մեկ էլ մենք էժնություն տեսնանք, կուշտ փորով մեկ էլ խաց ուտենք։ Էդոնց մեջն բարի մարդ կար ասաց, վաղ էսավաղտ մեկ խալվար խացն 10 մանետ առնող չեղնի։ Էնդոնց մեջ անավոտ մարդ կար ասաց, արես մեկ ճանք ոսկին խաց տուր տանիմ տամի երեխեքն ուտեն, ախար հուստ կուտաս։ Էն բարի մարդն ասաց, որ չես ավատա ասելուն, տեսնաս ու չուտես։ Լուսունելան տեսան, որ ասկարն բնաջին եղած։ Էն անավոտ բերիներին չապրար կամ ամբարդար, որ էն տեղի մնացած խացն ու խորակ մարդուն ուր գորայի տա, որ տանին ուտեն։ Մեկ մարդուն իր ըրսխից պակաս տվեց։ Ուր ձեռի չապն վերցին զարկին ուր գլխուն, էն անավոտ ամբարդարն մեռավ։ Օղորդ որ տեսավ ու չկերավ էն խացիցն։ Էն արդար մարդու խոսքն կատարավ։ Գիշերվան մեկ վաղտն ամուդամն որ խախնդավ, աստծուց կրակ թափավ, Սինամքյար թագավորի ասկյարն ջարդեց, Սինամքյար ղանչեց, «Յա կրքեր, Սանասարն ու Բաղդասար ձեզի մատաղ կենեմ, որ դուք խասնիկ ինձի ազատ ենեք»։ Էլավ դևեն խեցավ։ Էնդոր շամա ուղտ կասեն։ Դիվանք մտան դևի փորտակ, փախցուցին Սինամքյար թագավորին տարան, էլավ գնաց ուր շահրի մեջ։ Ծովինար խանումն էլավ ուր դիվան խանի տանիսն, տեսա որ առանց զորք, առանց զորապետ, խեցել աշամա ուղտն ու գուքա, թագավոր սևցերա էղեկուպր։ Ասաց թագավոր, ուրակ ու զորքն, ուրակ ու զորապետ։ Թագավորն ասաց, ես վերին դեխի աստված կրակ թափեց վերևից։ Իմ զորքն ու զորապետն հմեն ջարդեց երեցեց։ Սանասարն ու Բաղդասարն մեր կրքերին մատաղ եմ ղանչե, անջախ որ ինձի խլսրածին։ Մնաց, իրիկուն Ծովինար խանումն ղանչեց ուր երկու տղին Սանասարին ու Բաղդասարին, ասաց, որդիկ, փախեք, գացեք գորգիկ թագավորի քաղաքն, որ ձեր խեր ձեզի չմատղա կրքերին։ Գիշեր պայծառաստղն բռնեք, նշան ձեզի, ցերեկն էլ արևելք։ Շատ գնացին թեքիչ աստված գիտա, գնացին մեկ խապեղի ըռաստեկան։ Խապեղեն ասաց, թագավորի որդիկ, բարով եկաք վրիմ գլխուն, վրի մերեսին, դոր եկեկի, դոր կերթակ, ասեցին, մեր խեր մեզի կմատղեր կրքերուն, մենք են դոր խամար փախեր ենք։Քի որդի, մարդել ուր ջիգարն կմորթա, ձեր մերն ձեզի խապերա, հետ դարձեք երթանք են դրա մոտն, յա ուր խերնա եկե ուր միտն, յա ուր մերն, կխապա ձեզի կճամփա իր խոր քաղաքն։ Հետ դարձան եկան ուրանց խոր քաղաքն, տեսան, որ խերն էլերա դիվան խանի տանիսն, թևերն կանթե կերթա ու գուքա։ Դուք շուն ձեր շուն շանորդի, փուշտ, ուրանցիք, համեցեք երթան կռոցտուն։ Խերի քեմերնիմ, արևելք փախանք չպրծանք, արևմուտք փախանք չպրծանք ու կռոց ձեռնեն։ Համեցեք երթան կռոցտուն, ձեզի մատղեմ կրքերուն։ Էն ինչ որ Սանասարն էր ասաց ուր աղբորն, որ կերթանք կռոցտուն, չեղնի որ մեկեց մեկ պարկիս, մեր խերն քեզի մատղա։ Տեսնանք կանանք մեկ ֆանդով մեր խորն սպանենք։ Ուրանց գրզերն դրին ուրանց ղափուդի տակն ու գնացին թխ կռոցտուն։
դե համեցեք ձեմատղեմ։ Ջոջ տղեն սանասարն ասաց թագավոր, մենք չէ գիտե թե ինչ թավուր կպարկին կռոց առեջն, որ հաջո եղնի։ Առեջ, դու պարկի կռոց առեջն, որ մենք էլ սովրինք ենպես ենենք։ Թագավորն վերուց ոսկի թագն դրեց գլոխն, մեկ երեսն տրորեց վր ոսկի սալին, երեց որ մեկ երեսն էլ տրորեց։ Սանասարն ուր գուրզն զարկեց վր խոր գլխուն, փարչմեց վր ոսկի սալին, սպանեց ուր խորն։ Ուրան կրզերն առամ փրցան կրքերի վրեն, որ ոսկու ծարծաթից կամ ուրիշ բաներից շինացեին, զմեն ջարդեցին։ Էլ շան ձեն, էլ իշու ձեն, տո ես իմ ինչ ձեն ասես, կելներ են կրքերու միջեն։ Վերցին են ոսկի արծաթ օրեն տեղներ, կրքերի բերնի մարգրիտ, ջավահիր կեր, զմեն, առան ու դուրս ելան։ Առան եկան ուրանց մոր մոտ, ուրանց բավականին փող, ասպապ ու չադր։ Համա Սանասարն կարգվուկ էր, Բաղդասարն ազապ էր։ Դե մերեցին դեղ գորգիկ թագավորի քաղաքն։ Երիկ որ է օրկուքեր չուրիկ կես գիշեր Սանասարն նոբադարություն կեներ։ Էնդոնց ետներ Բաղդասարն գելներ չուրմի լուսուն կմոդներ, աղոտրնի մոդնել մերն կելներ, էկեցի կեներ չուրմի լուբ մի լուսունան կմոդներ շիդակ լուս կուբացվեր։ Լուս նոր կբացվեր, արևն կարներ, գելնին ուրանց Ղաթար-ղութուր կպարնին կերթան ուրանց ճամբխուն։ Մեկ 10 կամ 20 ճամբախ էս թավուր գնացին։ Չուրմի կես գիշեր Սանասարն կքշեր։ Եկավ Բաղդասարի դորն։ Թիթեռնիկն էր, փոթորիկ զարկեց շամդանն ցուց։ Ձեր տարավ ջեբն, նա կրակ կեր, նա չախմախ կեր։ Աղբորն էլ ամոթու չիմցուց։ Ելավ տեսավ ուր չադրի տակ կրակ վր կրակի կվառեր։ Ելավ առավ ուր թուրն ու գուրզն գնաց։ Գնաց կրակն վերցրեց, պտի բերեր, դարձավ փոշմնավ։ Գնաց այդ կրակենողին խարծուց, թե ինչ մարդ եք։ Են կրակենող մարդն ասաց, թե կրակ խապուշիկն եմ։ Ասաց, որ դու կրակ խապուշիկն ես, ուստ կուկաս, յա դոր կերթաս։ Են էլ ասաց, մեր թագավորին Սանասարն ու դու Բաղդասարն սպանածն, կերթամ Էնդոնց կսպանիմ, քանի որ երեխա են, մեր թագավորի հայիվն առնիմ։ Են վերցուց քի, որ շնյալ կամարարողին, որ քնուկա զարթուն կենա, որ զարթունա ուր թադբիր տեսնի, չասա գյավուր զավիլ բեզավիլ բռնեց մեզի։ Ես Բաղդասարն եմ կամ Սանասարն էլ ենտեղնա։ Քաշեց գուրզն ընկավ Էնդոնց մեջն ու ջարդեց, կրակ խապուշիկն փախավ։ Բաղդասար քեմերնիմ, շատ աբրանք, շատ անգին քար, ջավահիր չամչրաղ ունի մնձի, միղի միշիր։ Ասաց Բաղդասար, դու կուտաս քու խատրով, ես կառնիմ իմ թրով։ Ասաց, աղջիկ մունիմ անուն դեղծուն ծամ։ Արեգական կասադումի ելնի, ես կելնիմ ու կամ։ Ասաց գնա խակու, զարդրա, առ ու արի։ Օղտ Ղաթար ջհես կդնես խետ, կխակցնես, կարնիս, գուքասիմ։ Թե որ չի խավնա, կոմոր արկանտն էլ մտնիս, կխանեմ, կսպանեմ։ Թե որ խավնա, գնա, քեզի իզինա։ Խակցրեց, խպցրեց, բերեց Բաղդասարի մոտն։ Տեսավ, խավնավ, իզին տվեց կրակ խապուշիկին գնաց։ Առավ եկավ ուր չադրի մեջն գլուխ տրեց պարկավ։ Լուս բացվավ, ինքն քնաց։ Ծովինար խանում ելավ իմցավ, տեսավ, որ Ղաթար-ղութուր մեկ խանում էլ չադրի մեջն կայնուկա։ Սանասարին իմցրեց քի, էլի որդի ես ինչ Ղաթար-ղութուրա, ես ինչ խանմա։ Սանասարն ասաց, ես խաբար չունիմ, Բաղդասար գիդա։ Մերն Բաղդասարին հանեց վեր քնուց ասաց, էդ ինչ խանումա, էդ ինչ Ղաթար-ղութուրա։ Բաղդասարն ասաց, կրակ խապուշիկ մի քանի մարդ ժողվերեր եկերեր մեր առեջ, որ մեզի սպաներ, մեր խոր հայիվն առներ մեզն է ու Էնդոր համար փոթորիկ մեր կրակն ընցուց։ Ես էլ տեսա, որ մեզնի ցածր կրակ կվառեր, գնացի են կրակիցն կրակ բերելու։ Ուզի որ բերի ու կրակ չի բերի, դարձա խարծուցի, լավ չէ առանց խարծուցելու կրակ տանել, ու խարծուցի են կրակի մոտի մարդերեց ասի, ինչ մարդ եք։ Ենտեղեն մեկն ասեց, ես կրակ խապուշիկն եմ,
Եկեր եմ մեր թագավորի սպանողներին սպանեմ։ Ես ասացի ես եմ, ես էդի կրվանք էտոր հաղթեցի, կրակ խապուշիկին։ Ենի ասաց, աման քեմերնիմ Բաղդասար, շատ մալ ունիմ ջավահիր անգին քար կուտամ քեզի, ինձի միղի միշիր։ Ասացի, դու կուտաս քու խատրով, ես կառնիմ իմ թրով։ Կրակ խապուշիկ գնաց, բերեց, տվեց ընձի, որ նրան չսպանի ես։ Մերն ասաց տղերք, ելեք բառնանք մեր բեռներ ներթանք, բարձան ու գացին։ Գնացին Գորգիկ թագավորի քաղաքին մոտեցան։ Մեկ աղբրի վրան դրին։ Տեսան, որ մեկ մարդ ենտեղ են կուկա, ղանչեցին, ասացին, գնա Գորգիկ թագավորին, շատ բարև տարեն դրան, ու ասա Թորոսին, ձեր քուր ծովինար խանումն ուր երկու տղեն ուրանց կնթերով եկածան սաղ սալամատ աղբրի մոտն, աչք ձելու սեղնի։ Են մարդ որ գնաց, հմա մերն ուր երկու տղին էսխրատ տվեց, ասաց որդիկ, որ թագավոր գուքա ձեզի կբարևա, դուք թագավորից էս բան ուզեք, ասեք թե ծովասար, մարատկաջուր, ճապաղջրի բաժնու կոդեն տուր մեզի, գնանք իջնենք, թե ենի որ խացն ու գինին տեր կենթանին երթվավ կուտա, որ տվեց, դուք էլ իջեք, թե որ չէ, մի իջեք, դորվե եկերենք, դեն կերթանք։ Էստուց ետ, երկու քերին էլ եկան, ընգան իրարու վզովն պակեցին իրար, լացին ու խնտացին, հետո կերան ու խմեցին։ Քերիկն Գորգիկ թագավորն ու Թորոս ասեցին, դե, ելեք երթանք, ասեցին քերի ջան, եկանք ձեզի տեսնանք, սաղ սալամատ ենք, իրարուց խավասն առանք ու կերթանք։ Որդիկ ասեցին քերիկ, մեր խոքուց սավայի ինչ ուզեք, խացն ու գինին տեր կենթանին կիտանք, արեք երթանք։ Ասացին, ծովասար, մարատկաջուր, ճապաղջրի բաժնու կոդեն տուր, օրգանք։ Ասացին տվեցինք որդիկ, արեք երթանք։ Խոսք մեկ երեցին ու գնացին քաղաքն իջան թագավորի մոտն։ Մնացին մեկ ժամանակ ես քաղաքի մեջն։ Են մի օր գնացին թագավորի մոտ, խնդրեցին թագավորից, թե թագավոր, էստուց ետ, մենք չենք կառնա ես մալ քաղաքի մեջ մնալ, կխնդրենք որ քո ձեռած տակ մեկ տեղ տաս որ մենք էլ մեզի տուն օթևան շինենք բնակվենք։ Մենք էլ թագավորի որդի ենք։ Ասացին մենք էլ շատ տեղ չուզենք, մեկ գոմշի կաշի կթրջենք, կքաշենք սրիմ ու էնդով կչապենք, ինչքան տեղ որ բռնեց, ենքան տեղ կառնինք, մեզի մեկ քոշկ կշինենք։ Թագավորն ասաց, որդի, ես կշինեմ։ Ու թագավորն ուր փողով էնդոց համար քոշկն շինեց, գլող բերեց, որ պրծավ, թագավորին գացին, թագավորին խնդրին, թե արի քոշկին անուն դիր, ղանչեցին, բերեցին, թե թագավոր, կխնդրենք, որ մեր քոշկին գաս մեկ անուն տնես։ Գորգիկ թագավորն ուր աղբոր Թորոսին ասաց, դու գնա տղերքի քոշկին մեկ անուն դիր, ես չեմ կանա երթա, ծերացեր եմ։ Գնաց տեսավ, որ քոշկն շինելին, պրծելին, համա քոշկի մեջտեղ մեծ ղայաքարկ էր, որ փետ նեկեր էր են ղայի գլխին ընկեր էր, եղեր էր տանպես։ Ասաց որդի, Աստված անուն դրեր է, Սասուն է էտոր անուն։ Անուն դրին Սասուն, դարձան եկան թագավորի մոտն, ասին քերի, մենք մինակ չենք կառնա ենտեղ նստի, կխնդրենք քեզնե մեկ քանի տուն քասիպ, մեկ քանի տուն հարուստ օրտաս, գան մեզի մոտ, տուն շինեն, որ իրիկնեց ժողվինք մեկտեղ, ժղլինք մեզի մեր քաղքի մեջ։ Թագավոր մեկ խարիր տուն դովլատվոր տվեց, մեկ խարիր տուն քասիպ տվեց ուր քաղքից, գնացին էդոնց մոտն, շինեցին, որ բնակվան մեկտեղ։ Էստեղի մարդոց նախարջ կառնին նախարաջ, Սասուն շատացավ, մեկ ժամանակից հետո եղավ խազար տուն, եղավ որ Սանասարից աղջիկ եղավ, համա տղա չեղավ, Բաղդասարից մեկ տղա եղավ, անուն դրին Մհեր։